Սիրով ես մեծ հաճույքով Տեր-Պետրոսյանի հետ ուզեի ունենալ հաղորդում, շատ մեծ հաճույքով։ Թեր հավատորեն ես ոնց էլ մոտենում։ Ես զուտ ճանաչելով Տեր-Պետրոսյանի մոտեցումները վստահ եմ, որ ինքը մեզ նայում է բավականին վերևից ու այդ բարձունքից մենք անգամ միգուցե չենք էլ երևում։ Ես վստահ եմ, որ նախագահ ինձ ու քեզ թե բոլորին առհասարակ։ Բոլորին առհասարակ դե ինձ ու քեզ էլ դե տանը էլի, չէ, Ասենք որ դրանից ասես պարոն նախագահ։ Պարոն նախագահ, հրավիրում ենք ձեզ, սկզբից կասի ով է։ Ինչպես մի անգամ որ մենք Սերանոյանին ենք զանգում, դու մի քանի բարի արարախտահարեցիր։ Տեր-Պետրոսյանին բազմապատկի 10-ով։ Ոչ չերես Լևոն Զուրաբյանը։ Չկա։ Դե կարաս չերես Լևոն Զուրաբյանին կարող է Տեր-Պետրոսյանը շատ սիրուն, ասի դրանց ասա թող գրկոյաս գործին նայեն։ Չէ, Տեր-Պետրոսյանը ունի այդ վերևից նայելու բնավորությունը, էլի, ցավոք սրտի։ Չգիտեմ։ Չի բացառվում, որ ինչ-որ մի օր այդ վերևից նայելու այդ բարձունքից մեզ տենա, բայց ես վատ իմաստով չեմ ասում, չեմ հեգնում ընդհանրապես։ Լավ իմաստով։ Չէ, ինքը տենց է։ Մտելա պայքարի, մտելա քաղաքական տակ պայքարի մեջ, տակ, այն որ ինքն եղել է այդ քաղաքական process-ի թիվ 1 բանը, event maker-ը, հասկանում ես, իշխանությունը հանած, ինքն եղել է թիվ 1-ը, որտեղ իր շուրջը պատտվե սաղ այդ քարոզչական բանը։ Միտեղ հարցազրույց չի տվել։ Տվել է 2-3 հարցազրույց սաղ նախընտրական քարոզչության ընթացքում մի հատ ասուլիս մեկ է։ Ինքը ունի խնդրեմ, ինքը իր խոսքը մի քիչ ուրիշ ձև է վերաբերվում իր խոսքին։ Ասեմ ավելին, ասենք դրանից հետո մարտի 1 այդ իրադարձություններ կոնգրեսը նորից է ապարի կենտրոնում այդ արդեն կոնգրես դառած լրագրողները մոտենում էին կոնգրեսի համագումարին իրանից բան էին կոմենտ էին ուզում չէր տալիս ինքը տես մոտեցում ունի ու դա Տեր-Պետրոսյանական մոտեցում անես բան եք ասում ուր կգա բա ոնց Լևոն Չէ եթե կարանանք ես մեծ սիրով շատ մեծ սիրով պատրաստ եմ ընդհանրապես ցանկացած պարագայում նախագահ հյուրընկալելը այդ մեծ պատիվ է հատկապես մեր ձևաչափի համար, մենք սովորական լրատվական չենք, որ ասենք տենց կանչենք կոստյումներով լուրջ հարցեր տանք, այս տաղավարում ցանկացած նախագահ երկրի պաշտոնաթող իհարկե բացի այս վերջի երկու իբր նախագահներից էլի դրանց չենք էլ բանանոց, Սարմեն Սարգսյանի հետ ինչ խոսամ կամ այս բանի դաշնակահարի հետ ցանկացած պարագայում նախագահ հյուրընկալելը դա մեծ պատիվ է եւ ամենաառաջինը խոսում է այդ նախագահի պատրաստակամության մասին, այսինքն եթե նախագահը պատրաստակամ է հայտկապես Հայաստանի պաշտոնաթող նախագահները, որոնք որ կան, ուստեղ մի քիչ կրեդիտ է գնում երրորդ նախագահին, որ հայտնել է որ պատրաստակամ, բայց ես դա չեմ թաքցնում, որ դա իրականում կրեդիտ տալու բան է, այս ձևաչափում հյուրընկալվել եւ այս ձևաչափում մարդկանց հետ խոսալ իջնելով բարձունքից իրականում իրանք բարձունքում են, ես դա նորից ասում հեգնանքով չեմ ասում, դա մեծ պատիվ է մեր համար եւ բավականին դրական է խոսում այն մարդու համար, որը որ դա ընդունում է։ Հենց որ չեմ բացառում մի անգամ Տեր-Պետրոսյանին փորձել առաջարկել մեզ հյուր գալ։ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ընկերներ, ուժի մեջ է, էլի եմ ասել եմ երկու անգամ կարծեմ, որ պետքա, մենք ստացել ենք հետեւյալ տրամաբանությունը, հա, որ պետքա լինի համապատասխան առիթ մեդիա առիթ ինֆորմացիոն առիթ, որպեսզի դրա շուրջ լինի, մոտավոր ունենք պատկերացում, թե ինչը կարա դա լինի եւ սպասում ենք, որպեսզի այդ համապատասխան առիթը լինի, որպեսզի դրա շուրջ ֆունդամենտը ոնց որ դա լինի եւ դրա շուրջ արդեն շփվենք բոլոր մնացած հարցերով, հավատացած եղեք, որ կրկին ճշտել ենք, թե արդյոք ուժի մեջ է եւ ստացել ենք պատասխան, որ այո, իհարկե ուժի մեջ է, դա պաշտոնական ոնց որ խոսք է եղել, որ գալու է երրորդ նախագահը, այնպես որ պետք է սպասենք, տեսնենք երբ է այդ առիթը, որը որ երրորդ նախագահը կհամարի հարմար դրա շուրջ, հիմնականում դրա շուրջ, ոնց որ այդ մեդիա առիթի շրջանակներում հյուրընկալվել մեզ, այնպես որ հանգիստ եղեք, գալու է այդ օրը։ Ես էլ եմ սպասում, նշ որ ես չեմ սպասում, բայց ես էլ իմ մտնեմ, հա բողոքեմ։ Չէ, չկա բողոք։ Հանգիստ նստած սպասում եմ։